Ներկաներ, մենք գիտենք, որ այսօր հյուրանոցի մեկ միջնակարգ դպրոցը նշում է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Եվ ես ձեզ կներկայացնեմ 1915 թվականի հայոց ցեղասպանության պատմությունը։ Առաջին աշխարհամարտ աղետալի եղավ բազմաթիվ երկրների ու ժողովուրդների համար, բայց ոչ մի ժողովուրդ իր տարածքի բնակչության համեմատ այդքան մարդկային ու նյութական կորուստ չկրեց, որքան հայ ժողովուրդը։ Մեր աշխատասեր ու խաղաղասեր ժողովուրդը ոչ մի մեղք չուներ պատերազմի սանձազերծման գործում, դեմ էր պատերազմին, բայց դարձավ նրա անմեղ զոհերից մեկը։ Հայ ժողովուրդը միանգամայն անպատրաստ դիմավորեց մի պատերազմի, որի ռազմաճակատներից մեկը դարձավ Հայաստանը։ Օգտվելով պատերազմի ընձեռնած հնարավորությունից, հայերի համար խիստ աննպաստ, իսկ իրենց համար նպաստավոր թուրքական զավթիչներն անհապաղ ձեռնամուխ եղան հայոց ցեղասպանության ծրագրի իրագործմանը։ Ցեղասպանությունը միջազգային իրավունքի պատմության մեջ մարդկության դեմ ուղղված ամենամեծ հանցագործությունն է։ Թուրք սուլտանների համար հայերին և մյուս հպատակ ժողովուրդներին կոտորելը սովորական երևույթ էր։ Դեռևս Աբդուլհամիդի գաղանկալության տարիներին 1890-ական թվականներին Թուրքիայում կոտորվեցին 300,000-ից ավելի հայեր, 200,000-ն դեգերեց աշխարհի շատ երկրներում։ Առաջադեմ մարդկությունը իր բողոքի ձայնը բարձրացրեց սուլտան Աբդուլհամիդի դեմ, բայց կոշուկան անել չկարողացավ։ Սուլտան Աբդուլհամիդը փորձեց, բայց ընկճել հայ ժողովրդի հայրենասիրական ոգին չկարողացավ։ 1908 թվականին Թուրքիայում տեղ ունեցավ պետական հեղաշրջում, որի հետևանքով երկրում հաստատվեցին սահմանադրական կարգեր։ Իշխանության գլուխ անցան երի թուրքերը, որոնք մոլի նացիոնալիստական ծրագիր էին իրագործում ազգային հարցում։ Նրանք Թուրքիայում չէին ճանաչում հպատակ բոլոր ժողովուրդների շահերը և Թուրքիայում միայն մեկ ազգ էին ճանաչում՝ օսմանցի ազգը։ Երի թուրքերի ներկայացուցիչներ Թալյատ Փաշան Էնվերը, Ջեմալը, դոկտոր Նազմը, Բեհադի Շաքիր բերը ծրագրել և լրջաբար հայտարարում էին, որ հայկական հարցը պետք է լուծել միայն հայերին կոտորելով, և նրանք հարմար առիթի են սպասում իրենց դիվային ծրագիրը իրագործելու համար։ Եվ ահա պատճառը հանդիսացավ, բռնկվեց առաջին համաշխարհային պատերազմը, որը մղում էր երկու ռազմաքաղաքական խմբավորումների միջև՝ Անտարդի և Եռակ դաշինքի։ Թուրքիան այս պատերազմը օգտագործեց իր հաշիվը ներքին թշնամիների հետ մաքրելու համար և վերջնականապես լուծել հայկական հարցը։ Բանակ զորակոչվելու պատրվակով 18-ից 45 տարեկան տղամարդիկ զորակոչվեցին բանակ, որոնց մաս-մաս ոչնչացրեցին։ Այնուհետև թուրք ջարդարարներն անցան հայ մտավորականության կազմակերպող և ղեկավարող ուժի ոչնչացմանը։ 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլում ձերբակալվեցին 600-ից ավելի մտավորականներ, որոնց թվում էին գրողներ Ռուբեն Սևակը, Գրիգոր Զորաբը, Սիամ Անտոն, բժիշկներ Նազարեթ Աղավարյանը, Ռուբեն Սևանը, Մեծն Կոմիտասը և որոնց ոչնչացրեցին։ Այնուհետև թուրքերն անցան խաղաղ բնակչության կոտորածին ու ոչնչացմանը։ Բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ ավերվեցին, հայ բնակչությունը աքսորվեց։ Բազմաթիվ կանայք, ծերեր, երեխաներ իրենց մահը գտան Տիգրիսի և Եվրատի ակունքներում, որտեղ որից մայրերը իրենց ողբը իրենց երեխաների արտասուքը չտեսնելու համար գետն էին ներկում երեխաներին։ Եվ ահա որ սպառնի զոհ գնաց 1,5 միլիոն անմեղ հայեր, 500,000-ն դեգերեց աշխարհի շատ երկրներում։ Բացի մարդկային կորուստներից մեծ էր նաև նյութական կորուստը։ Ավերվեց 66 քաղաք, 20,000-ից ավելի գյուղ, 2350 եկեղեցի ու վանք, 1500 դպրոց։ Առաջադեմ մարդկությունը իր բողոքի ձայնը բարձրացրեց։ Պատերազմի ժամանակ ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն գրում է. «Տիեզերական պատմության մեջ չի եղել այնպիսի ողբերգություն, ինչպեսին հայ ժողովուրդը կրեց առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Անցյալ ժամանակների ներկրած տառապանքը ոչինչ են հայ ժողովրդի նկատմամբ։ Հայ ժողովրդի զավակներ Սողոմոն Թելերյան, Արտաշես Շիրակյան, Արտաշես Գևորգյան սպանեցին ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին Թալյատ Փաշային, Էնվերին, դոկտոր Նազմին։ Եվ այսօր մեր նպատակն է ոգեկոչել 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը և խոնարհվել կյանքի ու արժանապատվության համար զոհված մեր նահատակների առջև։ Երախտագիտություն ենք հայտնում այն ազգերին, կառույցներին, որոնք հայկական խիզախություն ունեցան ճանաչելու և դատապարտելու հայոց ցեղասպանությանը։ Կոչ ենք անում Թուրքիայի Հանրապետությանը, առերեսվեց սեփական պատմությանը
և ճանաչել հայոց ցեղասպանությունը, ինչը միգուցե մենակետ կդառնա երկու երկրների պատմական հաշտեցման գործընթացի համար։ Հպարտությամբ ենք հայտնում, որ ցեղասպանությունից հետո վերապրած հայ ժողովուրդը չկորցրեց իր ազգային ինքնագիտակցությունը, ձեռք բերեց անկախություն։ Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմում իր փառավոր ներդրումն ունեցավ միջազգային անվտանգության ու խաղաղության պահպանման համար։ Արցախի և Սարդարապատի հերոսամարտներում տարավ փայլուն հաղթանակներ։ Եվ այսօր մեր պարտքն է կոչ անել հայրենի սերունդներին, արժանի, ուսալ կեցվածքով, պաշտպան կանգնել, հանուն առավել հզոր Հայաստանի Հանրապետության, հանուն անկախ Արցախի և հանուն հայ ժողովրդի դարավոր նպատակների ու երազանքների իրականացման։ Եվ այսօր մեր պարտքն է հիշել ու պահանջել այն, ինչը պատկանում է իր իսկական տերերին։ Շնորհակալ
պատասխան տվեք, քարերն են հարցնում։ Այս ազգը ումից եւ ինչով է վատ, որ դատապարտվեց այս շահվածությամբ, պատասխան տվեք, քարերն են հարցնում։ Եվ ով եւ ինչի սրանց հայկոչեց, որ հարկավորին միայն վայով եւ ինչպես եւ ինչ ուժավարցիով, թեկուզ եւ ինչպես ատոմից, թեկուզ եւ ահեղ պայթյունի գնով եւ գործանունի սպասման թեկուզ իրարից հայը ու վայը պոկեց, ինչպես ես հիմա շարթեր եմ պոկում եւ խրուշտոքով վեկանում վեկում իմ խավարադեմ ու կարածայ փոքում, ուր գահավիժված հրեշտակներն են մորմոքում ախոց, մեռած հավատի եւ մորացույսի դիակի վրա, միակի վրա, ախ, եթե հիմա կարողանայի եւ ձայնս պոկել փոքորտից իմ խեղճ, ինչպես զավգերի լեզվակներն էին տարոնում պոկում եւ լեզվակի տեղ կախ տալիս շներ, որ ժամերգության փոխարեն սրանք իրենց ոռնացավ ու հանգստացավ ծաղրել Հիսուսին եւ հորը նրան, Տիրոջն անդերանց, ախ, եթե հիմա կարողանայի եւ ձայնս պոկել փոքորտից իմ խեղճ, եւ օգտագործել ուրեք հարազատ, չգիտեմ, թե ում մեջքին կամ ձեռքին, միայն թե մի պահ լրեցներ, մեր ցավը, նրան լրերին։ Պարամձել էլ բարձր եք, ասում ենք էլ լուր լսում ենք, ես միշտ ասում ամջած եք։ Լավ լսում ենք, լավ լսում ենք։ Սա ցեղասպանություն է։ Թուրքիայի կառավարող ուժերի կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1892-ից 1923 թվականին զանգվածային տեղամնություններ ենթարկվել Օսմանյան կառավարության նահանգներում, այդ թվում Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն ցեղասպանության օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլիսում ձերբակալվեցին հենց հայ մտավորականներ։ Օսմանյան կայսրությունում ապրում էին 2 միլիոնից ավելի հայեր, շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-ից 1923 թվականին, իսկ մնացյալ հատվածը կամ բռնի կերպով մահմեդականացվեց, կամ ապաստանեց տարբեր երկրներում։ Այն ցեղասպանություն էր, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգ հայ ժողովրդի ոչնչացում, ֆիզիկական դաջություն։ Այն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, աննախադեպ իրադարձություն, որ դեռ ունեցավ հայերի։ Այս աներկելի փաստը համառորեն չի ընդունում Թուրքիայի կառավարությունը, այսօր նաև աշխարհի պետությունների շատերը նույնպես չեն ընդունում այդ դաժան փաստը, բացառությամբ այն երկրներից, որոնք չփակեցին իրենց աշխարհը մի ողջ ժողովրդի տառապանքի առջև։ Մեր խորի երախտագիտությունն ենք հայտնում այդ երկրներին։ Հայերի ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են 21 պետություններ։ Ով չի եղել հայոց միշտոմես, և թե հարաճել մի հայ բանաստեղծ, թե չար տարևի հողմերով քշված լուսնի վրա են հայեր կրծրված։ Ես կհավատամ այդ դառը խոսքին, ես կհավատամ, որ լուսինն անգամ ծանոթ է բողոքոտ հայթապարմունքին, ու դրանից է նա թաղծում այս կեհանում։ Ահ, քո էլ բախն եմ սուկանալից, դու էլ ես պանդուղ դիմազից մասից, բայց քեզնից էլի կարոց եմ անում, և քեզ եմ նայում, մի լեռ եմ նայում, մինչ հազարծովեր դռայի կողմից լված որքան մասիսներ տեղում եմ գերված, ես դարեր խապված, դարերով սարկված, նոր եմ խոսում լեռներում ինձու, ես որդեկորից բայց հույսով կուղված, ես մի հայ ժողովուրդ։ Ես Հայաստան եմ, անձնագիրս խորենացու հայոց պատմություն է, Զակունաբանակային վկայակներ շատ ունեն, հաստեք, որքան ուզեն, ճանաչեք իմ պատմությունը, ճանաչեք ինքները ձեզ, ես Հայաստան եմ, հայերի հայրենիքը, հին ինչպես լեռն այ բիբլիական, թաց էր ոտքերս վերջին հեղեղությունից, իմ սուրբ հողն է
առաջին անգամ Բաբելոնյան բելը խորտակվել ուսից։ Ես Հայաստանում։ Հին ինչպես լեռն այն Արարատյան, 1000 սուր եմ հապվելին վահանին ահեղ, բայց փշել եմ իր ցասումով արտարություն, և լեռներից նման լուտոսվել չան։ Սուլտան Համիդը իբար Սալահի իշա ահի, ամեն մի հայի, և ի գիտություն իր երկար կտով ամեն տեղ մնող այդ Եվրոպային։ Սուլտան Համիդը տարավ ու բերեց, ապտակի տեղը, ապտակի նման, շրել, Հայաստան բառը արգելեց, լեսվից, քարտեզից, գրքերից կերեց։ Ջնջում եմ չկա, Ալլահը վկա, չել եղել և չել լինելու, հանդողը ես եմ, ով է շինելու։ Իսկապես, քանդասնով պիտի շիներ, Ալեքսանդր ցարն էր իր հերթին, խաչելության նշանը սրտին, քրիստոնեական շփիթը շրթին, իր ամենադուծ լրթով ցարական, հայոց պատմությունն իբրև արարտը ատքերեց բոլոր հայ դպրոցներում, չկա, չի եղել, իշճեմարանում թրքախոս սանի կարոտ բերանում մանուշ մրկի մեզ, բայց չհարվելով, ինչ բալեր էին հիմա քաղցրանում, անհայտությունից հանկարծ բարձրանում, քաչ հայ, արամ, տիգրան մեծ, մաշտոտ, եղիշեր, որն եկին հիշեն։ Սուլտան Մալկան ձեռքի թվին միևնուն պահին, 1878 թվին Աբդուլ Համիդը հայտարարեց իր դաշան վարչակարգը և հայ ժողովրդին նետեց եղեռնի արյունոտ ճահիճները, այսինքն չկա հայություն, չի լինելու հայության հայրենիքը, Հայաստանը։ 10-րդ դարն ավարտվում էր։ Ինչ էր պահել հայ ժողովրդի համար 20-րդ դարը իր գաղտնի խոսքերից։ Ոչ, երամը չէր ավարտվել։ Այն պիտի ասներ 10-րդ դարի սահմանը և իր կիզակետին հասներ 1915 թվականին։ Նրանք, որ եկան, երգում էին մասերի ես, և կոկոր տակրելով ճչում էին, ազատություն, հավասարություն, եղբայրություն կարգախոսը, նրանք, Թալեաթը, Էնվերը, Շաքիրը, Նազմը և մյուս դահիշները, ուշադիր լսեք, թե ինչ են խոսում նրան, ոչինչ հորիվար չէ, նրանց կուսակցական այս ժողովի մանրամասը սղագրությունը մինչև այսօր է թուրքական արխիվներում է։ Հեղափոխությունը հաջողության իրագործելուց հետո և իշխանությունը գրավելուց հետո այսօր մեր իդեալության սրբազան դիրը պիտի լինի սահմանադրել այն կետերը, որոնք վերաբերում են ազգային հասին։ Կաշիցան տարածքում բնակվող մոմենտականները պետք է թուլացնեն, իսկ քրիստոնյաները պետք է վերաջժվեն։ Այդ տարբերքը հիմքից արմատախիլ արվի։ Ես ուզում եմ, որ այս հողի վրա ապրի ու լիակատար ու տնօրեն լինի թուրքը և միայն թուրքը։ Հայերը ստեպի նման խրված են, մեր գաղափարների իրագործման ճանապարհների կենտրոնում։ Դեռ որքան պետք է անդորենք այս հայկական հարցը։ Դա մտածեք սրասան, եղբայրներ, Աբդուլ Համիդից մենք պետք է առաջ անցնենք։ Հայկական հարցը լուծելու համար պետք է ոչնչացնենք հայերին։ Ռազմական անհրաժեշտությունը ժողովրդի կոտորածը առանց այգիոսերի խտրականության։ Շատ տարավ, այլ ամուսերի միջոցով պետք է որոշվի հայերի ճակատագիրը։ 1915 թվականի ապրիլի 11-ին Թալեաթը, Էնվերը և Նազմը ստորագրեցին Անատոլիայի բոլոր վիլայեթներից և Կիլիկիայից հայերի տեղահանման ու վերջնջման մասին հրամաններ։ Ահա իմ երդումը, ուր որ դաջվում են իմ քայլերը, այո պետք է ժայթքի այնտեղից, մահը պիտի լինի գտությունս, զենքս, իմաստությունս, ավերումները քաղաքակրթությունս, ամեն բան պետք է ավերեմ ծուրանտանող ճանապարհից, այնպիսի ավերակներ պիտի կերտել, որ տեսնողներն ասեն, այստեղով թուրքեր են անցել։ Ահա իմ հրամանը, հայերին հանեն իրենց բնակավայրերից, ուղղակի ուրիշ վայրեր, որպեսզի նրանց կարողանան սպառնել բանակին և երկրի խաղաղությանը, և որևէ պաշտոնյա խորհրդարանի զրպազան և այլ հասարակական գործին, կրոնի և երկրի նշանիկ համարի, մեր տայնը պատժվի։ Զույն օրենքը գործակցության մեջ է մտնում հրապարակման փայլից, սյալ ապրիլի 24-ին։ Կտրեր այցրել
տեղը որպես մի ականջ, մեր աչքից հեռու, մեր աչքի առաջ, ջնջել ջիհադի կրոնակրվով, վերջին հային էլ մոտիկ ու հեռվով, Հայաստանն առանց հայ է մնալու, կամ նորեն արթա է քերանալու։ Օտորացը վաղուց սկսվել է, 60,000 հայտնի որ վաղուց ոչնչացվել է, այս ահարմանկոց բոմբակների գործադրած հայրագությունները նկարագրելիս, պարզապես դողում էր ձեռքից գրիչը։ Դրանք գիշերները գաղտնի նիստերի գումարում և հայերի համար նոր տանջանքներ որինում, թերթելով չարչարանքի պատմական էջերը փորձելով այդ ասպարեզում կատարելության հասնել։ Դակավին, աշխարհի ծանտերյալ մոր գրքի մեջ գնալ զապուկի խլել մոր գրքից և մոր աշկի առաջ, որը արցունքի փոխան այուն էր կապում իր աշկերից երեխային կաստարել, ապա այս ամեն հրրոցով, վայրագություններով ընդունել և ստիպել, որ մաբան սպասով մյուսները հրրոցով և վայրագություններով ընդունել այս ամարկային տեսարանը։ Այս ամենը նկարագրելիս ինչպես շտողա ձեռքից գրիչը, ինչպես։ Thank you.